օրից մենք նորից եթերում ենք եւ սովորում ենք երգել պատարագից հատվածներ։ Այսօր մենք կանդրադառնանք ոչ թե մեծ խմբերքային ինչ-որ մի մասի, այլ փոքրիկ արձագանքների, խոսքը սարկավագի հրանգների կամ հորդորների կամ քարոզների արձագանքների մասին է։ Ես ամենաառաջին հաղորդմանը թեթևակի անդրադարձա պատարագի գործող անձանց խորհուրդների կամ նշանակությունների մասին, խոսեցինք, որ պատարագիչ քահանան կամ ով որ է ինչ հոգևորական քահանա կամ ավելի բարձր եպիսկոպոս, վարդապետ եւ այլն, ինքը խորհրդանշում է Քրիստոսին։ Իսկ մյուս գործող գլխավոր անձերից կամ գլխավոր անձը դա սարկավակն է, որը իրականում կազմակերպիչն է պատարագի բոլոր ընթացքին։ Սովորաբար բացի որ օգնում է պատարագիչ քահանային, նաև կազմակերպում է ժողովրդին, մեր դեպքում կազմակերպում է երգչախմբին, հրահանգներ է տալիս, երբեմն խիստ նկատողություններ է անում, իհարկե կարգի ընթացքում ոչ թե մեր մարդկային հասկացությամբ, օրինակի համար մենք արդեն գիտենք, որ քրիստոնեության կամ մեր եկեղեցու ընկալումով չմկրտվածները, որին անվանում ենք երախա, այսինքն հոգևորապես դեռ չհասունացած, դրա համար էլ անսում ենք երախա, մենք արդեն գիտենք, որ երախաներին չի թույլատրվում մասնակցել բուն պատարագին, այսինքն չի թույլատրվում հաղորդվել։ Եվ ոչ միայն երախաներին, երբեմն սարկավակը շատ խստորեն ասում է հանկարծ երախաները, թերահավատները, անմաքուրները եւ այլն թվարկում է մեկ-մեկ, նրանք իրավունք չունեն մասնակցելու, հանկարծ չմերձենան պատարագին։ Սա սարկավակի արտասանած նախադասություններից մեկն է, որոնցով ինքը խստիվ արգելում է նրանց։ Նույնիսկ հնում, երբ քրիստոնեական համայնքները այդքան մեծ չէին, քան հիմա մեր քաղաքային պայմաններում, գրեթե բոլոր իրար ճանաչում էին, հատկապես սարկավակը բոլորին էր ճանաչում։ Ենթադրենք, եթե կար մեկը, որը բոլորը գիտեն, որ մեկ ուրիշի հետ խնդիր ունի, իրենց հարաբերությունները լավ չեն, կրված են մեկ խոսքով, թույլ չէր տար իրենց եկեղեցի մուտք գործել, մինչև գնային Քրիստոս ասեց, չէ, ասեց, եթե դու պատրաստում ես զոհ մատուցանել, բայց քո եղբոր հետ խնդիր ունես, գնա նախ եղբոր հետ հարցերը լուծիր, նոր, որովհետև Աստված միևնույն է չի ընդունելու այդ քո զոհը։ Եվ այդպես սարկավակը խստիվ արգելում էր իրենց մուտքը, ասում էր գնացեք, ձեր հարցերը լուծեք, նոր եկեք հաղորդվեք, թե չէ իբր ինչ եք եկել, եթե դուք իրար չեք սիրում, ապա Աստծուն ինչպես պիտի սիրեք եւ այլն եւ այլն։ Հետևաբար սարկավակը պատարագի ընթացքին անընդհատ հորդորներ կամ հրահանգներ է տալու եւ մենք ժողովուրդը իդեմս մեր երգչախմբի պիտի արձագանքենք եւ պատասխանենք։ Օրինակի համար շատ հաճախ սարկավակը ասում է եկեք խաղաղության համար աղոթենք, իսկ մենք ասում ենք Տեր ողորմյա։ Սա իմիջիայլոց մենք անուշադիր ենք անցնում սրա կողքով, բայց պատարագի ընթացքին մի քանի անգամ մենք խաղաղության համար աղոթում ենք։ Շատ հաճախ մարդիկ գալիս են ասում են ուզում եմ Տեր հայրին խնդրեմ կամ պատարագիչին խնդրեմ իր պատարագի ընթացքին խաղաղության համար աղոթք անի, բայց չէ որ մենք ամեն անգամ անում ենք։ Այսինքն եթե մենք ուշադիր լինենք, մեր պատարագը նաև գլխավորապես անդրադառնում է եւ ոչ միայն պատարագի ընթացքին, մեր ժամերկությունների ժամանակ էլ մեր քարոզները հաճախ սկսում են եւ եւս խաղաղության ըստ դեր աղաչեցուկ։ Եկեք խաղաղության համար Տիրոջը աղաչենք։ Բացի սարկավակից երբեմն նաև պատարագիչն ինքն էլ է ինչ որ բաներ ասում, որոնց մենք արձագանքում ենք։ Օրինակի համար շրջվում է դեպի ժողովուրդ եւ օրհնում եւ ենթադրենք ասում է խաղաղություն ամենեցուն։ Գիտեք, սա Քրիստոսի արտասանած խոսքերից մեկն էր, երբ հարությունից հետո, երբ հաճախ հայտնվում էր իր աշակերտներին վերնատանը, գիտեք, երբ հայտնվում էր իհարկե իր լուսավոր կերպարանքով, իր առաջին ողջույնը լինում էր խաղաղություն ամենեցուն, խաղաղություն ձեզ։ Որպես Քրիստոսի խորհրդանիշ, պատարագիչը երբ շրջվում է ժողովրդին օրհնելով ասում է խաղաղություն ամենեցուն, մենք որպես ժողովուրդ իրեն արձագանքում ենք, ասում ենք
եւ ընդհոգվույթքում, այսինքն քեզ էլ քո հոգվույն էլ թող խաղաղություն լինի։ Հետո Սարգսակը ասում է եկեք Աստուծոն երկրպագենք, այսինքն Աստուծո երկրպագեցուկ, մենք էլ երկրպագելով ասում ենք առաջի քո Տեր, այսինքն քո առաջ ենք երկրպագում ով Տեր։ Այս փոքրիկ արձագանքները կամ պատասխանները մենք այսօր կփորձենք սովորել։ Ուրեմն, անցյալ անգամ մենք անդրադարձանք Թափորի շարականին, քահանան իր Թափորի ուղեկցությամբ իջավ ժողովրդի մեջ եւ նորից բարձրացավ խորան, որից հետո սկսվեց ճաշու հատվածը, որտեղ կերկվի ըստ պատշաճի, ըստ օրվա կարգին ճաշու շարական եւ այլն, որից հետո արդեն երբ պատարագը սկսվեց, պատարագիչը շրջվում է դեպի ժողովուրդ, օրհնելով ասում է խաղաղություն ամենեցուն։ Իսկ մենք պիտի պատասխանենք եւ ընդհոգվույթքում, այսպես, եթե նայենք նոտաներին, եւ ընդհոգվույթքում։ Ինքը ասում է խաղաղություն ամենեցուն, մենք ասում ենք եւ ընդհոգվույթքում։ Փորձենք։ Եվ ընդհոգվույթքում։ Շատ խոսակցական։ Մի հատ էլ։ Եվ ընդհոգվույթքում։ Այ այդպես։ Սարգսակը իր կողքից ասում է. Աստուծո երկրպագեցուկ, այսինքն եկեք Աստծո երկրպագենք, մենք ասում ենք առաջի քո Տեր։ Նորից եմ երկում. Առաջի քո Տեր։ Փորձենք. Առաջի քո Տեր։ Ապրեք։ Եթե անցնենք առաջ, սա արդեն ոչ թե իրար հետևից, այլ պարբերաբար այսպիսի քարոզների կամ հորդորների արձագանքներ ունենք, հաջորդիվ կարող եք նայել մյուս ձեր էջը, որտեղ Սարգսակը կամ Սարգսակները ընդունված կարգ է նաև Սարգսակները խմբով են երգում, չնայած մի հոգին էլ բավարար է լրիվ, այստեղ քարոզ են կարդում կամ անընդհատ հորդորներ, թե եկեք աղոթենք այսինչ բանի համար, այսինչ մարդու համար եւ այլն, նորից միշտ սկսում են եւ եւս խաղաղությանս Տեր աղաչեցուկ, մենք պիտի պատասխանենք բնականաբար Տեր ողորմյա, հետո վասն խաղաղության ամենայն աշխարհի եւ հաստատության սրբո եկեղեցվո, հետո վասն իմիջայլոց գրափարով նշանակում է համար։ Այսինքն մեր եկեղեցվո հաստատության համար, չգիտեմ ինչի համար եւ այլն, մենք ասում ենք Տեր ողորմյա։ Օրինակի համար մեր հայրապետի համար ենք աղոթում, կաթողիկոսի, այսինքն մենք ասում ենք Տեր ողորմյա, մեր սուրբերի համար, մեր քահանաների համար եւ այլն, մենք ասում ենք Տեր ողորմյա եւ այսպես թվարկում է Սարգսակը մոտ 5-6 անգամ տարբեր առաջարկներ է անում, վերջում նաև ասում է վասն հոգվոց նհանգուցելոց, որ ճշմարիտ եւ ուղի հավատով ի Քրիստոս ննջեցին, այսինքն հանգուցյալների համար ենք աղոթում, որոնք իրենց ճշմարիտ հավատի շնորհիվ Քրիստոսի համար ննջեցին։ Նրանք ովքեր զոհվեցին հանուն հավատքի, մենք դա շատ լավ գիտենք, այստեղ արդեն ասում ենք հիշիա Տեր եւ ողորմյա, քանի որ արդեն մահացած են, հիշիր իրենց ով Տեր եւ ողորմիր, սրանից հետո ուրիշ նաեւ հորդորներ է անում Սարգսակը, բայց որոշ ժամանակ որոշ ժամանակից ի վեր դրանք կրճատվել են եւ բոլոր այս հորդորների պատասխանները միանգամից մենք իրար հետևից ենք երկում, այդպես է ընդունված, արդեն երկար ժամանակ է, հետեւաբար նայեք վերջում հիշյա Տեր եւ ողորմյա, հետո Տեր ողորմյա, հետո քեզ դյարն ընդհանձն եղիցուկ, այսինքն ով Տեր քեզ ենք հանձնվում, հետո Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա։ Սրանք իրականում տարբեր հորդորների պատասխաններ են, բայց սովորաբար երգվում են կպցրած։ Հիմա եկեք փորձենք այս ռեպլիկներն էլ, օրինակի համար մի հատը։
Սարգսակը ասում է. «Եվ եւս խաղաղությանս Տեր աճեցուք»։ Մենք երգում ենք. «Տեր ողորմյա»։ Փորձենք. Տեր ողորմյա։ Ու նորից ինքը վասն խաղաղության եւ այլն իր տարբեր նույն արձագանքն ենք տալիս մի հատ էլ նորից. Տեր ողորմյա։ Իհարկե պատկերացնում եք, չէ, ինչ ենք ասում. Տեր ստորակետ ողորմյա։ Հա? Մեր ձայնի գույնը, ելևէջը եւ այլն. Տեր ողորմյա։ Ենթադրենք մյուս քարոզներն կամ մյուս հորդորներն էլ ասեց, վերջում ամենավերջինը Հիշյատեր եւ ողորմյա, Տեր ողորմյա, քեզ դյարնդ հանձն եղիցուկ, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա։ Այո, փորձենք։ Սրանք, ինչպես ասեցի, մի քանի հորդորի արձագանքներ են, ուղղակի ընդունված է իրար հետևից ասել։ Փորձենք, ովքեր որ կարող են միանալ։ Հիշյատեր եւ ողորմյա, Տեր ողորմյա, քեզ դյարնդ հանձն եղիցուկ, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա։ Հիշում եք առաջին անգամ մենք գրապարյան որոշ գրելաձևերի եւ արտասանելու ձևերի մասին խոսեցինք, ողորմյա չի գրվում յ-ա, գրվում է ե-ա, ողորմեա, բայց կարդացվում է ողորմյա։ Տեր ողորմյա։ Այո, մի հատ նորից վերջինը հիշյատերից երգենք, հիշյատեր, հիշյատեր եւ ողորմյա, Պարզ է։ Նայենք մի հատ հաջորդը։ Նորից մոտավորապես նույն հորդորներն են եւ նաեւ առաջարկներն են Սարգսակի կողմից, եկեք այնպես անենք եւ այլն, ասում է եւ եւս հավատով եւ սրբությամբ կացուկ հաղոցս Աստուծո առաջի սեղանի եւ այլն, եկեք հանկարծ խղճի, չգիտեմ, սխալներով, մեղքերով եւ այլն չլինի, մենք եւ ասում ենք, ասում է, որ թող Աստված մեզ շնորհները տա եւ այլն, մենք ասում ենք Գեցո Տեր, այսինքն ապրեցուր մեզ։ Շնորհյա, իհարկե սա էլ է մյուսի նման բազում առաջարկների պատասխաններ, որոնք իրար կպցված են երկվում, ասում ենք Գեցո Տեր, շնորհյա Տեր, մի քանի անգամ շնորհյա Տեր, հետո Տեր ողորմյա, քեզ դյարնդ հանձն եղիցուկ, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, մոտավորապես նույն բաները, ինչ մի քիչ առաջ ասում էինք։ Ter
մեջ երգել Եվ այսպիսի արձագանքներ կամ պատասխաններ բազում են, շատ են պատարագի ընթացքին, այսինքն մենք ոչ միայն մեծ խմբերգային մասեր ենք երգում, այլ նաև արձագանքում ենք եւ պատարագիչին, օրինակի համար շրջվեց, օրհնեց, կամ ասեց մաղթանք Տեր Աստված թող օրհնի ձեզ, մենք ասում ենք ամեն, կամ սարկավակը նորից առաջարկում է, որ եկեք Աստծուն երկրպագենք, մենք ասում ենք առաջի քո Տեր, այսինքն քո առաջ ենք երկրպագում միայն եւ այլն, այսպիսի պատասխանները բազում են, ես այսօր ուղղակի ուզեցի մի քանիսին ծանոթանանք եւ մոտավորապես նույնությամբ կրկնվում են պատարագի ընթացքին։ Այսօր այսքան, շնորհակալություն, ապրեք, մինչ հանդիպում։ Եվս խաղությանս Տեր աչեսուկ, վասն խաղության ամենայն աշխարհի և հաստատության սրբո եկեղեցվո ըստ Տեր աչեսուկ, վասն հոգվոցն հանգուցելոց, որ ճշմարիտ և ուղիղ հավատովի Քրիստոսն ընջեցին, ըստ Տեր աչեսուկ, Տիշյատեր և ողորմյատեր, կեզ յարմատված և իծուկ Տեր Եվս հավատով աղաչեցուկ և խնդրեցուկ իտյարն է Աստծո և իբր չեմ մեր մե Իսուսե Քրիստոսե, ի ժամուս պաշտաման և ողոտից, զի արժանի